Միացյալ Նահանգները վերաշարադրում է Իրանի դեմ պատերազմի սցենարն ու փոխում մարտավարությունը։ Չնայած Թեհրանը պաշտոնապես հերքել է հակամարտության կարգավորման բանակցություններ վարելու մասին Սպիտակ տան ղեկավարի հայտարարությունը, այն անվանելով fake news, Թրամփը շարունակում է պնդել, Իրանի հետ շփումները շարունակվում են։ Մենք շատ արդյունավետ բանակցություններ ենք անցկացրել, տեսնենք ինչ կստացվի այս ամենից։ Շատ կետերի շուրջ համաձայնություն ունենք, նույնիսկ կասեի գրեթե բոլոր հարցերի շուրջ։ Մենք պատրաստվում ենք կարգավորել այս հարցը, հակառակ դեպքում կշարունակենք ռմբակոծությունն ամբողջ ուժով։ Իրանական կողմի բանակցողի անունը Թրամփը չի հրապարակում, սակայն ասում է դա նոր այաթոլլան չէ։ Գիտեք, ոչ ոք չի լսել երկրորդ այաթոլլայի մասին, ժամանակ առ ժամանակ նրա հայտարարություններն ենք լսում, սակայն չգիտենք նա ողջ է թե ոչ։ Մենք ուզում ենք, որ Իրանը միջուկային զենք չունենա, որ խաղաղություն լինի Մերձավոր Արևելքում։ Մենք խոսում ենք մի երկրի մասին, որը 47 տարի շարունակ չարիք է եղել։ Նրանք սպանություններ են իրականացրել ամբողջ աշխարհում։ Տեսեք, թե ինչպես նրանք անսպասելի հարվածներ հասցրին տարածաշրջանի երկրներին։ Մենք չէինք ակնկալում դա, ոչ ոք չէր կարծում, որ նրանք կգրոհեն։ Ըստ Պոլիտիկո պարբերականի ամերիկյան վարչակազմն Իրանի փաստացի ղեկավար է դիտարկում Իրանի խորհրդարանի խոսնակին։ Բանակցությունների վերաբերյալ Վաշինգտոնից հնչող կեղծ լուրերի մասին հայտարարել էր հենց Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որի պնդմամբ Թրամփը փորձում է մանիպուլացնել նավթի գները։ Մերձարևելյան տարածաշրջանի պատերազմի հետևանքով առաջացած համաշխարհային տնտեսական ճգնաժամն առայժմ կարգավորված չէ։ Թրամփն ասել է, թե ով է վերահսկելու ռազմավարական կարևորագույն ծովային զարկերակը՝ Հորմուզի նեղուցը։ Միգուցե ես, Միացյալ Նահանգները, ես եւ այաթոլլան, ով էլ որ լինի հաջորդ այաթոլլան, նեղուցը շուտով կվերաբացվի։ Իրանում կարծում են, որ Թրամփը ցանկանում է լվանալ ձեռքերը, գոնե ժամանակավորապես, բոլոր հարվածները պատվիրակելով Իսրայելին։ Միաժամանակ Թրամփը փորձում է որոշ չափով թուլացնել Իրանի զգոնությունը եւ պատրաստվել ցամաքային ներխուժման։ Միացյալ Նահանգների նախագահը հայտնել է Իրանի դեմ պատերազմի նախաձեռնողի անունը։ Փիթ, կարծում եմ դու առաջին մարդն էիր, որ բարձրաձայնեց այդ մասին։ Դու ասացիր եկեք անենք դա, որովհետև չենք կարող նրանց թույլ տալ միջուկային զենք ունենալ։ Չնայած Նահանգների ու Իսրայելի սերտ դաշնակցային կապերին, Իսրայելի վարչապետը միակարծիք չէ Իրանի հարցը բանակցություններով լուծելու Թրամփի հայտարարության հետ։ Նախագահ Թրամփը կարծում է, որ համաձայնագրով պատերազմի նպատակներին հասնելու հնարավորություն կա, ինչը կպաշտպանի մեր կենսական շահերը։ Միաժամանակ մենք շարունակում ենք հարվածներ հասցնել Իրանին եւ Լիբանանին։ Մենք ջախջախում ենք հրթիռային եւ միջուկային ծրագրերը, շարունակում ենք ուժեղ հարվածներ հասցնել նաեւ Հզբոլլահին։ Չնայած Իրանի վրա գրոհները հետաձգելու Թրամփի հայտարարությանը, Իսլամական Հանրապետության դեմ պատերազմը շարունակվում է։ Ամերիկյան ու իսրայելական զինված ուժերը հարվածել են Իրանի հարավում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորգետնյա ուրանի հարստացման օբյեկտին։ Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ այն ամբողջությամբ ոչնչացվել է։ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են նաև Թեհրանում գտնվող պահապանների կորպուսի ավիատիեզերական կայանին։ Իրանական աղբյուրները նշում են, որ հզոր պայթյուններ են եղել նաև Սպահանում։ Իրանի Խորամաբադ քաղաքում հրթիռն ընկել է բնակելի շենքի վրա, ինչի հետևանքով 9 մարդ զոհվել է։ Հարավային Լիբանանում գտնվող Ալ-Մանախ բենզալցակայանի վրա Իսրայելի հասցրած ավիահարվածից հետո խոշոր հրդեհ է բռնկվել։ Իրանը նույնպես շարունակում է հարվածել Իսրայելին։ Իրանի հրթիռային հարվածից Թել Ավիվում շենքեր են վնասվել, կան վիրավորներ։ Պահապանների կորպուսը հարվածել է նաև Երուսաղեմին։ ՀՕՊ-ը ցածր բարձրության վրա իրանական հրթիռ է որսացել։ Պատերազմի անմիջական մասնակցությունից հրաժարված եվրոպացիները ողջունել են Իրան-Միացյալ Նահանգներ բանակցությունները։ Մեծ Բրիտանիայի վարչապետը հիշեցրել է, որ այս պատերազմը իրենցը չէ։ Իմ տեսակետն այն է, որ մենք պետք է թուլացնենք լարվածությունը եւ հնարավորինս արագ ավարտենք հակամարտությունը։ Մենք գործակցում ենք մի շարք երկրների հետ։ Ես ողջունում եմ ԱՄՆ-Իրան բանակցությունները։ Առաջնահերթություն պետք է լինի հակամարտության արագ կարգավորումը եւ բանակցային համաձայնագրի կնքումը։ Մերձարևելյան տարածաշրջանի պատերազմից բխող անդառնալի հետևանքների մասին խոսել է նաև Ռուսաստանի արտգործնախարարը։ Փետրվարի վերջից սկսած Միացյալ Նահանգները եւ Իսրայելը կոշտ ռազմական ագրեսիային սկսել Իրանի դեմ։ Իրավիճակը անկայունացնում է ոչ միայն Պարսից ծոցի տարածաշրջանը, ինչն արդեն տեղի է ունեցել, եւ ոչ միայն ամբողջ մերձավոր Արևելքը, ինչը ներկայումս տեղի է ունենում, այլև համաշխարհային առևտուրը, էներգետիկ անվտանգությունը, միջազգային տրանսպորտային եւ գործարար հաղորդակցությունները։
Պատերազմի անկայունության ֆոնին Իրանը ոչ միայն չի նահանջում, այլև բարձրացնում է խաղադրույքները։ Իսլամական Հանրապետության խորհրդանի խոսնակ Ալի Նիգզադն ասել է, նահանգների հետ ոչ մի բանակցություն չի լինելու, զգուշացնելով, որ կարող է խստացնել ճնշումներն էներգետիկ շուկայի վրա։ Թեհրանը վստահեցնում է, Վաշինգտոնը ռազմավարական սխալ է թույլ տվել եւ չի կարողացել խարխլել իրանական համակարգը։ Մարիկ Կոստանյան, Էպիկենտրոն։